անունով սիրելի քուր եղբայրներ, բարի եկաք բոլորդ այս մեր ուղիետեր ծայրարությունը, որ կսկսի մի քանի վարգաններեն, ուրեմն գահանտիբին գիրար կարճ վարգաններեն, կանչեցեք ձեր ընկերներ, բարեկամներ, պիտի շարունակենք մեր կորձ արաքելոցի գիրքի սերտողությունը։ Ուրեմն պատրաստված կանք մի քանի վարգաններեն եւ այս օրտնապեր ժամերը միասին ունենանք։
խորհրդական հավիտենականության սքանչելի խորհրդական հավիտենականության խաղաղության իշխան ով զոր Աստված քո արքայություն չունի սահման բարձր է քո անունը բոլոր անուններից զորությունից տերություններից հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերած հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերած Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ձուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ձուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Փառավորվի մեր երրորդության Աստվածը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Բարի եկաք սիրելի քույր եղբայրներ, այս ուղիեթե ծառայությանը, ինչպես գիտեք, սփռվի Փարիզեն գասնի ցեզ, ուր որ եք ուր գտնվիք, որ քաղաքը, որ երկիրը ինչ վիճակի մեջ, նեղության մեջ, հիվանդության մեջ, ցավի մեջ, մտահոգության մեջ, ուրախության մեջ կամ դխրության մեջ, Տիրոջ խոսքը պետք ունի, որ մեր հոգիները գերագրվին։ Տիրոջ խոսքը պետք ունի, որ մենք այդ վարյանին սրբության, ճշմարտության, մաքրության, երկնային աստեցության տակ լանք, քանզի մենք միան մարմին չենք, այլ նաև հոգի, եւ մեր հոգիները պետք ունի գերագրվելու Աստծո սուրբ ներկայությունով։ Բարի եկաք, տարբեր դեղերեն որ գմիանաք, Աստված օրհնե մեզ մեր այս ուղիեթեր ծառայությունը։ Մենք կողջունենք տարբեր երկիրներեն, արևելքը միջև արևմուտք, մեր սիրելիները, որ գհետևին մեզ YouTube-ով, Facebook-ով, Խոսքը TV-ով եւ նաեւ Լոս Անջելեսի ICF-ի հեռուստագայանով։ Աստված արադապես օրհնե մեր այս ծառայությունը, մենք ուրախ ենք, որ գրնանք ամեն շաբաթ Տիրոջ խոսքը միասին սերդել, ինչ որ կտեսնենք այսօր Տիրոջ խոսքի գիտությանը պակասը գա եւ կարծեք թե այդպես բաներ ստանդարտ բաներ գիտենք եւ այդ ստանդարտի վրա կմնանք եւ շատ նյութեր կան շատ հոգևոր մտքեր կան, որ մարդիկ չեն ալ մտածեր ադոր մասին, կգարձեն, որ այդպես է, քանի որ միշտ այդպես ըսված է եւ միշտ իրենք այդպես սերտած են, ուրեմն այդպես է։ Շատ մենք կներեք, բայց մենք ամեն օր սորվելիք եւ մեր թիրքը վերանայելու կանչված ենք։ Մեր հոգևոր թիրքը, ուսմունքը, վարդապետությունը պետք է վերանայինք Աստծո խոսքին համաձայն։ Վարդապետական կարևոր հիմքեր կա, որ անխախտ է։ Եվ երբեմն ուրիշ նյութեր կան մեր հոգևոր ուսմունքին մեջ, որ տարբեր դեղերեն, տարբեր բան լսելով նույնիսկ մենք շփոթության մեջ ենք։ Անորոշ ճշմարտության խոսք այս ծառայությունը կուզե փոխանցել Տիրոջ խոսքը քեզ ամենապարզ, ամենահստակ եւ ամենալայնածավալ ձևով։ Առանց շեշտը տնելու իմ կամ մեր անհատական կամ եկեղեցական կամ միսիոներական վարդապետության վրա։ Ամեն մեկ ընտանիք իր քույնը ունի։ Այն մեկ ընտանիք մեր բոլոր ընտանիքները իրար մեջ տարբեր են։ Այն մեկը իր ապրելակերպը ունի։
Նույն բանալ եկեղեցիները, տարբեր եկեղեցիներ, տարբեր քույներ ունին, իրենց ներքին ապրելակերպը տարբեր է, բայց Աստծո խոսքին հետ հիմնված պետք է ամեն եկեղեցի վերանայի իր թիրքը, որ իր եկեղեցական քույները կամ վարժությունները պետք է հպատակին Աստծո խոսքին։ Անորոմար միշտ պետք է վերանայինք մեր ընթացքը, մեր եկեղեցական վարժությունները, մեր անձնական հոգևոր վարժությունները պետք է վերանայինք Աստծո խոսքի լույսով տակ։ Շատ անգամներ մարդկանց հետ կխոսենք, ասեն մենք այսպես վարժված ենք, մենք այսպես գիտենք, մեզ այսպես ասել են, այո, գրնալալ, անոր մեջ լավն ալգա եւ վատնա գրնալալ։ Ուրեմն մեր բոլոր հոգևոր վարժությունները պետք է վերանայինք, որ Տիրոջ խոսքին համապատասխան լա եւ ոչ թե մեր վարժություններուն նման։ Կամ մենք մեզ համեմատելով ուրիշ եկեղեցիներու իրենց բես ըլլանք։ Չէ, ամեն եկեղեցիները, տեղական եկեղեցիները պետք է խոնարհին Քրիստոսի դիեզերական եկեղեցվո վարդապետությանը։ Ինչպես առաքյալները սկսան, քիչ հետո պիտի տեսնենք եւ այս շաբաթները մենք պիտի սերտենք Գործ առաքելոցը եւ պիտի տեսնենք ինչպես սկսավ եկեղեցին։ Եվ ես կզարմանամ այսօր, որ եկեղեցիներուն հիմքը բոլորովին տարբեր է, ինչ որ սկսած է, ինչ որ շեշտը տրված է եւ անոր համար է որ եկեղեցիները գմեզնային գաջեին, ինչու քանի որ բարձության խոսքին համացայն կապրեին։ Թողերը մեզ օգնե որ մեր տարբեր երկիրներուն մեջ, մեր տարբեր վիճակներուն մեջ կարողանանք մոդենալ աստվածաշնչյան եկեղեցիի պատկերին, որչափ կարելի է։ Հալելույա, դեր օրհն է, բարի եկաք այս մեմ եւս այսօր եթեր ծառայությանը, գանչեցեք ձեր ընկերները, բարեկամները, տարածեցեք այս եթերը, որովհետեւ շատերուն հասնի, մանավանդ եթե անոնք շատեր գուզեն սուբկիրքը սերդել։ Շատ մարդկանց հետ երբեմն գխոսենք, ինչպես քիչ առաջացի, գիտության բագաս ունին։ Եվ գսենք իրենց, գսենք ուղի եթերի չորեքշաբթի օրերս սուբկիրքի սերդողություն գնենք, համար առ համար, պար առ պար։ Միացեք։ Ինչ լավ գլա, այո հովիվ մենք պետք է միանանք, բայց միացող չկա։ Ինչու, քանի որ մարդուն բնականաբար մարդը չի սիրեր սորվիլ, չի սիրեր ինքզինք գետրոնացնել Տիրոջ խոսքին վրա։ Այս մարմինը հագարակ է հոգևոր սերդողության։ Ուրեմն եթե դու այստեղ ես, փառտուր Տիրոջ անոր համար։ Ինչու, քանի որ դու որոշեր ես եւ դու գսիրես Տիրոջ խոսքը, անոր համար այստեղ ես։ Դեր օրհնե քեզ արադաբես։ Եվ աղոթենք, որ մեր ասկին մեջ Տիրոջ խոսքը սերդողներ եւ սիրողներ ավելնան։ Եվ այս ոչ դարեկային խտրությամբ, փոքրեն մինչև մեծը, Տիրոջ խոսքը սիրել, սերդել, գսե ես քո խոսքը դիմ սիրտս վրա գբահեմ, որովհետեւ անգե չխոդորիմ։ Ինչ գեղեցիկ խոսք։ Հալելույա։ Օրհնյալ լա մեր Տերը։ Ես ձեր հետ պիտի գարտամ Սաղմոս 100։ Քիչ հետո Գործ առաքելոցը կսրդենք, բայց միջև այդ Սաղմոս 100, որ շատերը դերևս անկիր գիտեք, կոց գիտեք։ Միասին գարտանք։ Աղաղեցեք Տերոջը ով բոլոր երկիր։ Ծառայեցեք Տերոջը ուրախությամբ։ Անոր առջև գեցեք ցնծությամբ։ Գիտեք թե Տերն է Աստված, անիկա ստեղծեց մեզ եւ ոչ թե մենք։ Մենք անոր ժողովուրդը ու անոր արոդին ոչխարներն ենք։ Մտեք անոր դռները կողությամբ եւ անոր սրահները օրտնությամբ։ Կոացեգանգե օրտնեցեք անոր անունը, վասնզի Տերը բարի է։ Անոր ողորմությունը հավիտյան է, ու անոր հավատարմությունը ասկե մինչև ասկ։ Հալելույա։ Ինչ կնշմարեք այս 100-րդ Սաղմոսին մեջ։ Ինչ կնշմարեք։ Ինչպես շատ մսաղմոսներ։ Ոչ մեկ խնդրանք չկա։ Ոչ մեկ փողոք չկա։ Ոչ մեկ վախի աղոթքներ չկան, այլ փառապանություն եւ գոհություն։ Եվ որ գսե մտեք անոր սրահները գոհությամբ, մտեք անոր դռները ցնծությամբ։ Ասել գուզե որ Տիրոջ թեմ արդեմ գալու համար մենք պետք է խոնարհությամբ, օրհնությամբ, փառապանությամբ,
վստահությամբ, կոհապանությամբ կանք իր առջև։ Եվ որ մենք Աստծո առջև պարապանությամբ եւ կոհապանությամբ գանք, հագարակ մեր նեղություններու, դժվարություններու, հիվանդություններու, մենք իր ներկայության մեջ կբժշկվենք։ Մենք իր ներկայության մեջ կհանգստանանք։ Մենք իր ներկայության մեջ կզորանանք։ Մենք իր ներկայության մեջ կսրբվենք։ Երբ կանք ամեն ինչ թողելով Տիրոջ սուրբ ներկայության մեջ, փառք տալով իր ըրած գործերուն համար, փառք տալով իր երրորդության զորության համար, փառք տալով թե ով է մեր Աստվածը, որը ստեղծեց ինչպես կսա այստեղ երկինքն ու երկիրը, անիգա ստեղծեց մեզ եւ ոչ թե մենք պիտի մոտենանք Աստծո եւ մեր խնդիրները պիտի բերենք, այլ մենք պիտի մոտենանք գիտնալով, որ ինքը ստեղծեց մեզ եւ գիտե ինչ կբադահի մեր մեջ, ինչ կբադահի մեզ համար, ինչ կբադահի մեզի հագարակ, այս բոլորը դերը գիտե, սուրբ գիրքը գսե, քու բերանը չփացած, քո հայրը որ երկինքն է գիտե ինչ պետք է քեզ։ Անորամար այստեղ ուրախություն է Տիրոջ ներկայության մեջ գալու, փառապանելու, երկրբակելու, օրհնելու, ինչ որ է, ինչ որ ըրավ, ինչ որ խոստացավ, ինչ որ պիտի անե, քանի որ մեր Տերը իրական է եւ նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Մտեք անոր ներկայության մեջ գոհությամբ եւ ցնծությամբ։ Գիտեք որ ինքը ստեղծեց մեզ։ Անոր սրահները օրհնություն է, աղագեցեք օրհնությամբ, ուրախացեք Տիրոջ ներկայության առջև։ Փառք տվեք Տիրոջը, ինքն է մեր Աստվածը, Հիսուս Քրիստոսի հայրը, որ միածին որդին ուղարկեց խաչապայտին վրա քո եւ իմ կապվածությունները, անեծքները, մեղքերը կանթելու։ Կատարեց, ինք կատարեց, երբ դեռ մենք մեղավոր էինք, ինք կատարեց, երբ մենք դեռ չէինք գիտեր այս բոլորը, ինք կատարեց եւ հայտնվեցավ մեզ, որովհետեւ մենք իր սուրբ անունը տեսնելով ուրախանանք եւ փառապանենք Տիրոջը, երգրբակենք իր մեծապարությանը մեջ։ Այո, աղեցեք Տիրոջը, ով բոլոր երգիր, ծառայեցեք Տիրոջը ուրախությամբ, ցնծությամբ մտակ իր ներկայության մեջ, ինքը ստեղծեց մեզ եւ ոչ թե մենք։ Մենք անոր արոդին ոչխարներն ենք, հետևորդներն ենք։ Մենք գիտենք մեր հովիվը ով է, մենք գիտենք մեր հովիվը ինչ է, մենք գիտենք մեր հովիվը ինչ կնե, մտեք եւ երկրբակեք Տիրոջը, ով բոլոր երգիր։ Օրհնյալ ես տունով մեր Աստված, շնորհակալ ենք։ Մեր դգարություններուն մեջ, մեղքերու մեջ գխոնարին քո առջև դեր։ Եվ գխնդրենք ով դեր քո սուրբ ներկայության մեջ, մեզ քեզ ավելի քաշես, որ քեզ տեսնենք, քո զորությունը տեսնենք եւ քո մեծությամբ ուրախանանք։ Օգնե մեզ, փառապանենք եւ երկրբակենք քեզ, ով երրորդության Աստված, դեր փրկիչ երկնքի եւ երկրի, փառք եւ բադիվ միայն քեզ, հիմա եւ հավիտյանս հավիտենից։ Հալելույա, հալելույա, ամեն եւ ամեն։ Ես ծառավ եմ քեզ, դեր իմ Աստված, ծառավ եմ քեզ ավելիով մոտենալու, օգնե որ այս մեղքերեն եւ գապվածություններեն դուրս ելնենք եւ քեզ օրհնենք եւ փառապանենք եւ երկրբակենք։ Դու որ արժանի ես միշտ եւ հավիտյան ստանալու փառքը եւ բադիվը։ Եկեք երկենք այս երգը, գվերակտնենք իրար։ Գործ արաքելոց երկրորդ գլուխը պիտի սկսենք այսօր, պատրաստված եկեք։ Եվ չունեմ մեկին քեզնից բացի հոգիս տենչում է քեզ ինչպես եղջերուն ջրերի հիմա կանչում եմ սրահները հերվիր, դեր ինձ վրա, 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 դեր ին
սրբությամբ թող լեցվի այս վայրը սրբությամբ Ջախրել բարձունքներում երկինքն ի վեր Հիմա կանչում ենք քեզ Քո սիրով շնորհքով լցրում ես Փչիր քո շունչը Եվ ձրքի գործերը քո դեպի քեզ կաղաղակեն Կետերից առավել հանձրևներիդ կարով Կենաց ջուր հոսիր դեպ մեզ նորից կանչում եմ Պետցողի քո փառքը Թող լեցվի այս վայրը սրբությամբ Հիսուս հագեցրում ես քո ջրով մեզ կյանք պարգևով Հեղիր անձրևները քո Ծարավեմ անձրևներիդ կարով Կենաց ջուր հոսիր դեպ մեզ նորից կանչում եմ Պետցողիր քո փառքը քո ներկայությունը Թող լեցվի այս վայրը սրբությամբ Այս վայրը սրբությամբ Թող լեցվի այս վայրը սրբությամբ Ալելույա, թող լցվի այս վայրը, մեր սրտերը, Տիրոջ սրբությամբ, իր սուրբ հոգիի ներգործությամբ, որբեսի հասկանանք մեր կյանքին հիմքը եւ նպատակը, որբեսի հասկանանք մեր աղոթքներու ճշմարտությունը, որբեսի ճանաչենք մեր Տերը եւ մեր Փրկիչը, թող լցվի սուրբ հոգիով այս վայրը, Ալելույա, իրեն լապարկ, բադիվ է որդություն։ Սիրելի քույր եղբայրներ, գործ արաքելոց երկրորդ գլուխը կշարունակենք սերդել, 28 գլուխ են, ուրեմն պիտի երկար տևե մեզի այս սերդողությունները, բայց վստահ եմ, որ շատերուս
հոյագապ ծևով օգուտ բիդյանի։ Ամեն բարք Տիրոջ։ Ուրեմն գործ առաքելոց երկրորդ գլուխ, ձեր դեդրակները, ձեր կրիչները եւ ձեր սուբկիկները բաց։ Երբ Բենդեգոստեի դոնը հասավ, ամենքնալ միապան մեկտեղ էին։ Երբ կսենք ամենքը միապան, առաջին գլխուն վերջին համարը գտեսնենք, ամենքը անոնց մեջ կային 120-ը եւ աշակերտները։ Հանգարձակի երկինքեն ցայնը եղավ սասկաշունչ հովի մցայնի պես եւ փոլորդունը լեցուց ուր նստեր էին։ Բաժնված լեզուներ երևցան իրենց որպես թե գրագե ու ամեն մեկուն վրա նստան։ Ամենքնալ Սուրբ Հոգիով լեցվեցան ու սկսան ուրիշ լեզուներով խոսիլ, ինչպես Հոգին իրենց խոսիլ գուդար։ Երուսաղեմի մեջ բնագող հրյաներ կային, աստվածավախ մարդիկ, երկնքի տակ եղած բոլոր ազգերեն ժողովված, երբ աստծայինը եկավ, բազմությունը մեկտեղ եկավ եւ խռովեցավ, վասին գլսեին, որ անոնք իրենց ամեն մեկուն լեզվովը գխոսեին։ Ամենքնալ գսկանչանային ու գզարմանային եւ իրար գսեին, չէ որ ահա ասոնք ամենքնալ որ գխոսին գալիլեացի են։ Ուրեմն ինչպես կլսենք մենք մեր ամեն մեկ լեզվովը, որուն մեջ ծնած ենք։ Բարդևներ, մարեր, եղամացիներ եւ անոնք որ գպնագին միջակետքի մեջ եւ Հրեաստանի եւ Գաբաթովիայի մեջ, Բոնդոսի ու Ասիայի մեջ, Փրիգիայի եւ Պամփիլիայի մեջ, Եգիպտոսի մեջ եւ Գյուրենի մոտ լիպիացիներու կողմերուն մեջ, նաեւ հռոմեացի բանտուխներ, թե հրյաներ եւ թե նորահավատներ, գրեդացիներ եւ արաբացիներ գլսենք, որ մեր լեզուներովը գբատմեն Աստծո մեծամեծ բաներու մասին։ Կսկանչանային ամենքնալ ու տարագուսած իրարու գսեին, ինչ պիտի ըլլա այս։ Իսկ ոմանք ձաղրնելով գսեին, ասոնք նոր քինիով լեցվեր են։ Այս ընթերցումը կգանք միջավ այստեղ, հետո կշարունակենք։ Բենդեգոստեի օրը զադիգեն 50 օր հետո հրյական օրենքին համաձայն դոնագադարության օրեր, ամեն մեկը իր հունցքը գբերեր եւ Երուսաղեմ կհավաքվեին եւ այդ հունցքով գուրախանային դիրոջ արչեւ իրենց հունցքի այդ գաբոցները գբերեին Աստծո արչեւ, դաջարի արչեւ գբարեին եւ գսեին շնորհակալ ենք Տեր այդ բդուներու համար, որ մեզ պիտի դաս։ Իրենց հունցքի երեխայինները գբերեին, առաջին բաժինը գբերեին եւ ամենալավ բաժինը գբերեին։ Եվ այս դոնական օրեր, ուրեմն այս բոլոր քաղաքներում, որ անունները դվինք, երկիրներու անունները որ դվինք, կամ շրջաններու որ անունները դվինք, այդ բոլոր այդտեղի հրյաներեն գուքային։ Այդ հրյաները, որ այդ երկիրներում է ցուլված էին, դերևս եբրայերեն շատ չէին գիտեր, տարբեր ազգեր են նաև գուքային, այդ տոնագադարության օրը հրյաներու տոնագադարության օրեր, բայց նաև ազգերեն մարդիկ գուքային դեսներու թե ինչ կբադահեր Երուսաղեմ։ Մեծ տոնագադարություն էր։ Եվ նաև Բենդեգոստեի օրը կնշվեր եւ կդոնվեր Մովսեսի օրենքը, որ Աստված օրենք տվավ, օրենքներ, պատվիրանքներ տվավ մարդուն, եւ այս Բենդեգոստեի օրը, այս տոնական օրը նաև փառք ուտային Տիրոջը իր պատվիրանքներուն եւ իր օրենքներու համար։ Եվ հավասիկ այդ օրը Աստված որոշեց, որ երկնային Սուրբ Հոգին կալով մարդկանց մեջ նոր ռեժիմ, նոր սիստեմ, նոր ընթացք սկսի, ոչ թե օրենքի, այլ Սուրբ Հոգվու, ոչ թե քիրքի, այլ հոգիի, ոչ թե օրինական ուղղություններու, այլ Սուրբ Հոգիով ներշնչված քայլերու։ Նոր ռեժիմ, հին ուխտը ահավասիկ կդառնան նոր ուխտի։
Եվ այստեղ կսկսի նոր գտակարանը։ Այստեղ կսկսի նոր ուխտը, սիրելիներ։ Մենք շատ անգամ կգարձենք, որ նոր գտակարանը կսկսի Մատթեոս ավետարանեն։ Այդպես կսենք, բայց չմոռանանք, մինչև այս բահը, Գործ Առաքելոց 2-րդ գլուխ, մինչև այս բահը դեռ մենք հին ուխտի մեջ ենք։ Շրջան էր փոխանցվելու շրջաններ։ Եվ ահավասիկ այդ շրջանը եկավ։ Ինչ կբադայի։ Հիսուս Քրիստոս անցյալ անգամ ասավ, գացեք, սպասեցեք ինձ միջև վերի զորությունը ստանաք, եւ դուք իմ վգաներս ինձ համար մեռնողներ պիտի իմ ավետարանս պիտի կարոզեք աշխարհի 4 կողմը եւ պիտի ստանաք այդ զորությունը, որովհետեւ լակ վգաներս։ Եվ ահավասիկ ինչ որ Հիսուս խոստացավ, դա սովորվեց, կատարվեցավ։ Ուրեմն ահավասիկ Հիսուս Սուրբ Հոգին գիչն է, ասել չէ որ Սուրբ Հոգին չկար։ Սուրբ Հոգին կար ամբողջ աշխարհի սկիզբեն եւ նույնիսկ հավիտենականության մեջ։ Սուրբ Հոգին 5 դարան մեջ մենք կտեսնենք կկործե, կներշնչե, գուղե, կշտկե, բայց այստեղ Սուրբ Հոգի կալը, ինչպես ասի, ուխտը կփոխվի, մոդեցումը կփոխվի։ Հիսուս Քրիստոսի խաչելության եւ հարության գնիքը գտրվի, որ այլևս ամեն ինչ կատարվեցավ, մարդը եւ Աստված իրենց հարաբերությունները այս վարքյանեն հետո պիտի փոխվի։ Մարդը Աստծո մոտենալու համար Սուրբ Հոգիով պիտի մոտենա, որ հասկանա խաչին եւ հարության զորությունը եւ Սուրբ Հոգիով սրբվի եւ սրբությամբ քայլե հաջելի Աստծո եւ ոչ թե օրենքին հետևելով, այլ Սուրբ Հոգիով առաջնորդվելով։ Այսօր մասին մենք կնանք երկար խոսել եւ շատ ալ խոսել ենք։ Բայց այստեղ կսկսի ամեն ինչ։ Ուրեմն աշակերտները հավաքված ցայն, կամի, հով, գրագ եւ լեզու։ Այս կհիշեցնե մեզ 5 դարանի, երբ Աստված հայտնվեցավ Մովսեսին օրենքը դալով կամ 10 պատվիրանքները դալով Սինա լեռան վրա։ 5 դարանը, երբ Աստված կհայտնվեր իր ժողովրդին, այսպես հրաշալի ձևով կհայտնվեր։ Եվ այստեղ նույն բանը կդարվի սելով, որ Աստված մեմը եւս հադուկ եւ քերպնական կորց կգադարե մարդուն եւ իր միջև հարաբերությունները շտկելու։ Չէ՞ դու պիտի գարտանք, թե այդ խոստումը, որ Աստված տվավ 5 դարանի մեջ, կատարվեցավ։ Ուրեմն, սիրելիներ, այս օրը Պենտեկոստեի օրն է, որ նոր ուխտը կսկսի։ Գրագներ կան լեզուներու, ինչու։ Քանի որ ավետարանը Հիսուս ինչ ասավ վերջին խոսքը։ Գացեք բոլոր աշխարհը քարոզեցեք, սորվեցուցեք, աշակերտեցեք, մգրտեցեք։ Բոլոր աշխարհը ասել է բոլոր լեզուները, բոլոր ազգերը, ինչպես կսե։ Բոլոր ազգերեն աշակերտներ եք։ Եվ ահավասիկ Աստված հրյաներուն, որոնք կգարձեին, որ բադվիրանքները միան հրյաներուն համար է, որոնք կգարձեին, որ Աստված միան հրյաներուն Աստվածն է, որոնք կգարձեին, որ Հիսուս եկավ միան հրյաներուն եւ իսրայելցիներու համար, այստեղ կտեսնենք Աստված տարբեր լեզուներ կուտա, ասելով ավետարանը պիտի երթա մինչև աշխարհի ծայրերը։ Եվ կտեսնեք տարբեր ժողովուրդ իրենց լեզվովը կլսեին Գալիլեացի հրյաներուն բերնեն ելած հրաշալի խոսքեր, հասկանալի ձևով իրենց լեզվով։ Անշուշտ այստեղ աշակերտները խոսեցան այս տարբեր ջանցված լեզուները։ Տարբեր լեզուներ կային, չեմ ուզել մտնել մանրամասնությամբ, դերը երկրորդ Բաբելոնի աշտարակ կշն այստեղ։ Առաջին Բաբելոնի աշտարակը Աստված խառնեց լեզուները, քանի որ մարդիկ ըմպոստացած իր թեմ ելած, Աստված խառնեց, որ մարդիկ չկարողանան միապանվել իր թեմ ըմպոստանալ։ Այստեղ Աստված կմիապանե լեզուներ կուտա, մեկ լեզու գլա հասկանալի կդարձնե
Գիշեք Բաբելոնի աշտարակի մեջ մարդիկ իրար գխոսեին եւ մեկը մյուսին չէր հասկանար, անոր համար ծրվեցան։ Հոս Սուրբ ոգին գուտա, որ միապանվի ժողովուրդը, ավետարանի խոսքը հասկացվի, Սուրբ ոգին կալու նպատակը ավետարանը հասցնելն է մարդկանց։ Սուրբ ոգին եկավ այստեղ, որ ավետարանը հասկանալի դառնա։ Եվ գզարմանամ այսօր շատ մը եկեղեցիներու մեջ, շատ մը մարդկանց մեջ Սուրբ ոգի մասին գխոսին առանց ավետարանչության մասին խոսելու։ Սուրբ ոգին ինձ ասավ, Սուրբ ոգին ինձ հայտնեց, Սուրբ ոգին այսրավ, շատ լավ, բայց ինչու? Որբեսի Սուրբ ոգի զորությամբ դու վգա դառնաս։ Այստեղ առաքյալները առաջին բանը որին դուրս ելան իրենց հանգստավետ այդ վերնադուդեն, դուրս ելան ավետարանը քարոզելու, դուրս ելան Աստծո մեծ օրհնությունները բադմելու։ Եվ ես գաղութեմ, որ այսօր նույն բանը ըլլա մեր եկեղեցիներու մեջ, ոչ թե մնանք մենք մեզով, իրմով, իրարմով, այլ Սուրբ ոգի ներկործությունը մեզ հրե, մեզ մղե, որ մենք Սուրբ ոգիով ավետարանը կարողանանք քարոզել աշխարհի մինչև ծայրերը քո դունետ սկսյալ։ Ես կգարձեմ, որ Սուրբ ոգին այսօր շատերուս մե նեղված է։ Քանի որ մեզ դրված է Սուրբ ոգին առաքելության համար եւ մենք այդ Սուրբ ոգին կկործածենք մեր անձնական հանգիստի համար, խաղաղության համար, ուրախության համար եւ այլն։ Սուրբ ոգին դրվեցավ, լեցվեցան Սուրբ ոգիով գսե եւ դուրս ելան։ Հավասիկ մեզ համար հստակ խոսք լեցվեցան, ոչ թե նստան եւ ասին վայ պարքես դեր շնորհակալ ենք այս գեղեցիկ պարապանության համար, ոչ, լեցվեցան եւ դուրս ելան։ Քանի որ Սուրբ ոգին մեզ գմղե, որ ավետարանը քարոզվի, որ ավետարանը մարդիկ հասկանան ճշմարտությունը եւ ապաշխարեն, ոչ թե ավետարանը քարոզվի ու մարդիկ եկեղեցի կան, ոչ, որպես մարդիկ փոխվին, սրբանան, ապաշխարեն։ Հալելույա։ Գլսենք մենք մեր ամեն մեկ լեզվովը։ Եվ ավասիկ Սուրբ ոգին կորձը կդարվի այստեղ, եւ այդտեղի մարդիկ գտեսնեն սկանչելիքը, գտեսնեն հրաշքը, գտեսնեն սիրելիներ աստվածայինը, գլսեն բատկամը, առաքյալներուն բեռնով գլսեն բատկամը, բայց չեն հասկանար։ Նայեցեք կսե ինչ պիտի ըլլայս, գլսեն իրենց լեզվով Աստծո հրաշալիները, բայց այդ բատկամի բարունակությունը չկա։ Այդ բատկամի բարունակությունը Պետրոս պիտի քարոզե։ Ինչու այս կսեմ։ Մենք շատ անգամ կսենք թող Աստված այդ մարդուն սիրտը փոխե։ Թող Աստված այդ մարդուն հասկացնե։ Թող Սուրբ ոգին այդ մարդուն այսնե այնն է։ Շատ լավ։ Աստված հրաշներ գնե, որ այդ մարդուն բերե մեկտեղ, որբեսի մարդը տուն աշակերտը փոխանցե ավետարանի խոսքը, որբեսի մարդը ապաշխարե։ Հիմա պիտի գարտանք Պետրոս կքարոզե այն ինչ որ իրենք կխոսին տարբեր լեզուներով այդ մարդկանց լեզուներով կխոսին, մարդիկ կհասկանան, բայց չեն գլսեն ներողություն, բայց չեն հասկանար։ Գլսեն իրենց լեզուն բարերը կհասկանան, բայց հոգևոր իմաստը չեն հասկանար, մինչև Պետրոս ինքը բացադրե հստակ ձևով։ Եվ հետո համար 39-ին պիտեսեն ինչ ունենք, եւ Պետրոս պիտեսե ապաշխարեցեք։ Ապաշխարության համար մենք Աստված գուղարկե մարդը, որ մարդը քարոզե, սորվեցնե եւ փոխանցե ավետարանի պատկամը։ Եվ ոչ թե ասենք թող մարդը անոր սիրտը փոխի։ Սիրելիս տուն որ գեհդեվիս ինձ, քանի հոգի ավետարանը քարոզեր ես։ Քանի հոգի բրգության պատճառ եղած ես։ Քանի հոգին բերած ես Քրիստոսի խաչին առաջ։ Քանի հոգի քո միջոցով նվիրված է, մգրդված է եւ գաբաշխարե եւ գծարայ այսօր դիրոջը։ Քանի հոգի։ Ուրեմն եթե մարդ չգա որ տուն բերած ես, ասել է քո Սուրբ ոգի ունենալ իմաստ չունի։ Շատ բարձ գխոսիմ եւ գներեք, եթե մի քանիները այսպես գվրտովիկ, բայց ճշմարտությունն է։ Եթե քո միջոցով մարդիկ չեն ապաշխարել, Սուրբ ոգին ինչ գործ ունի քո մեջ։
եթե քո միջոցով մարդիկ չեն հասկանար ավետարանի ճշմարիտ, ճշգրիտ, ոչ թե երազներդ պատմես, ոչ թե վկայությունդ պատմես, այլ ավետարանը փոխանցես։ Պետրոս մաբիդի գարտանք ինքը իր մասին չխոսեց։ Չսավ նայեցեք, ես Հիսուսի աշակերտը եղած եմ, ես հրաշքները տեսել եմ, հավատացեք ինձի, ես նույնիսկ ճուրին վրա են քալեր եմ, իմ զոքաճս բժշկվեր է, ես դևեր հաներ եմ, իր մասին չխոսեցավ Պետրոսը։ Բարձրապես ավետարանը կարողեց շեշտը տրավ Հիսուսի վրա։ Սիրելիներ, գտեսնեք սատանան ինչպես կխառնի այսօր եկեղեցիները, երբ որ այս ինչ կամ այնինչ քարոզիչները շեշտը գտնեն իրենց վկայություններու վրա, իրենց զգացումներու վրա, իրենց հրաշքներու վրա։ Եկեք մեր եկեղեցին, մենք հրաշքներ գնենք։ Մարդիկ կդարձնեն ավետարանի ճշմարիտ գաղափարեն եւ ավետարան ճշմարիտ ուսմունքեն կդարձնեն դեպի իրենց գաղափարներուն կամ իրենց եկեղեցիներուն կամ իրենց կարծածներուն։ Պետրոս այստեղ, եթե այսօրվա հովիվները մեկը լար Պետրոսին մասին, դեղը ներողություն, այդ հովիվներեն բիդասեն, եկեք մեր եկեղեցին շատ լավ բաներ գլա, ցեզի մենք պիտի սորվեցնենք, եկեք մեր եկեղեցին, մենք ցեզի ասենք ցեզի ան, ժողովուրդ Պետրոսը սավ ժողովուրդ գեցեք, ինչ որ կտեսնեք, այս Հիսուսն է։ Հալելույա։ Եկեք դարտանք Պետրոսի խոսքը։ Ուրեմն մարդիկ այդտեղ գզարմանան, հրաշքներ գլա, Սուրբ Օքիով գլեցվին, գրակ, լեզու, քամի, ամեն իրար գանցնի, եւ Պետրոս այդ բոլորին մեջ ոտքի գելե եւ գսե Պետրոս ելավ 11-ին հետ մեկտեղ արաքյալներով ուրեմն մեջտեղ ելան ցայնը վերցուց եւ խոսեցավ անոնց իր ցայնը բարձրացուց։ Գզարմանամ այսօր որ գտեսնեմ տարբեր տեսակի այսպես ավետարանական ըսված եկեղեցիներ, որ այսպես մեծ օրտնության մեջ կամ ինչպես շատերը գսեն օծության մեջ իրենք լավ գսկան, իրենք իրենց օրտնությունը գաբրին, բայց Պետրոս այստեղ այդ բոլորը երևակայեցեք Պետրոսի փորձառությունը գրագել լեզու իր վրա, ինքը խոսի լեզումը որ չգիտեր, Սուրբ Օքիով լեցված դակացած, այդ վախկոտ Պետրոսը մեջտեղները գելլի, գպարապանե եւ դերքե դիրոջը, զարմանալի ցևով այսպես կինովի նման նույնիսկ հարբեցած նման, այսպես չգիտեր ինչ կբադայի իրեն, քանի Սուրբ Օքիով լեցված է, եւ այս բոլորին մեջ, ինչպես քիչ առաջ կսեի, մեկ բան ունի անելիք, ցայնը կբարձրացնե եւ ժողովրդին հետ կխոսի, անհավատներուն հետ կխոսի, այնտեղ եղած մարդկանց հետ կխոսի, որբեսի անոնց հասկացնե, թե ինչ ըրավ եւ ինչ ըսավ դերը եւ ինչ կատարեց։ Ուր են այսօր այդպիսի հավատացյալներ կամ քարոզիչներ կամ հովիվներ կամ եւ այլն եւ այլն։ Պետրոս սկսե ելավ 11-ի հետ մեկտեղ ցայնը վերցուց եւ անոնց խոսեցավ. ով հրյամարտիկ եւ դուք ամենքդ որ Երուսաղեմ կբնակիք, այս ցեզի հայտնի ըլլա ու ագանջ թրեք իմ խոսքերուս, կանզի ասոնք ոչ թե կինովցած են, ինչպես դուք կգարձեք, կամ շատեր կդիծաղային ասելով ասոնք կինովցած են, վասնտեր օրվան արաբոդյան ժամը 9 է։ Գսե կինովցած չեն, բամը խմած չեն, դեր արդու գալուխ ենք։ Ուրեմն լավ լսեցեք, գսե, ասոնք կինովցած չեն, հաբա ասիգա այն է, որ հովել մարգարեին միջոցավ ըսվեցավ, ես եւ պիտի ըլլա, որ վերջին օրերը գսե Աստված, իմ հոգի ես պիտի ամեն մարմինի վրա պիտի տապեմ, ու ծեր դղակը եւ ծեր աղջիկները պիտի մարգարեյանան, ու ծեր երիտասարդները դեսիրտները պիտի տեսնեն, եւ ծեր ձերերը երազները պիտի տեսնեն, իմ ծառաներուս եւ իմ աղջիկներուս վրա այն օրերը իմ հոգի ես պիտի տապեմ եւ պիտի մարգարեյանան։ Շարունակեմ հետո, բայց այստեղ գանտնենք։ Պետրոս ոտքի գելե եւ Աստծո խոսքը կկարոզե, Աստծո խոսքը կբերե մարդկանց, Աստծո խոսքեն մեջ բերում գնե։ Հովելի երկրորդ գլխուն մեջ գտնված է այս բոլորը, որ գսե ինչպես Հովելի մարգարեությամբ վերջին օրերը։ Որն է վերջին օրերը։ 5 դագարանի համար վերջին օրը Հիսուսի գալուստն էր։
Հիսուսի առաջին կալներ։ Վերջին օրը այս նոր Սուրբ Հոգի ընթացքն է։ Ուրեմն մենք հիմա վերջին օրի մեջն ենք, վերջին օրերու մեջն ենք, ոչ թե վերջին օր այդ առումով, որ Հիսուս պիտի կա եւ Տատաստան պիտի լա, ոչ, վերջին օրերը ասել է, որ մարգարեական օրերը վերջացան, հիմա մտանք Սուրբ Հոգի օրերու մեջ։ Եվ գսե վերջին օրերը իմ հոգի ես ամեն մարմինի վրա պիտի տապեմ։ Եվ Պետրոս գսե ահա ինչ որ հիմա կտեսնեք, Սուրբ Հոգին է, որ Աստված իր խոստումը կգադարե, Հովել մարգարեության օրը Աստված իր խոստումը կգադարե եւ այդ խոստումը այս է. Հիսուսի խաչելությունը, հարությունը, համբարնալը եւ Սուրբ Հոգիի գալը, այս 4 հատը մեկ միասնապար վերջին օրին սկիզբն է։ Մեկ ադալ կգտնեմ Հիսուսի խաչելությունը, հարությունը, համբարնալը, Սուրբ Հոգիի ղրգելը, այս 4-ը վերջին օրվան սկիզբն է։ Եվ այդտեղեն նորություններ կսկսի։ Եվ այդ կգադարվի ինչ որ Մովսես, եթե չի սխալիմ, Թվոց գրքին 11-րդ գլուխը ըսավ երանի այն օրը, որ բոլոր ժողովուրդը մարգարեանա։ Ոչ թե 1-2 մարգարե լա ժողովրդի մեջ, այլ բոլորը մարգարեները լան։ Եվ ահա այդ օրը սկսավ Պենտեկոստեի օրը։ Մարգարեանալ ոչ թե ասել է վաղ անցրև պիտի կա, մյուս օր այսպես պիտի լա, մյուս օր այնպես, ոչ։ Սուրբ Գիրքի մեջ մարգարեություն բառը ոչ թե աբական գիտնալն է, անի գախարտությունն է։ Մարգարեություն բառը ասել է Աստծո գողմեն Աստծո խոսքը հրճագելն է։ Ինչ պատահեցավ այստեղ։ Առաքյալները մարգարեություն չրին։ Ելան Աստծո հրաշալի խոսքերը քարոզեցին։ Եվ Պետրոս կսե այս մարդիկ մարգարեություն արին։ Ուրեմն երբ որ մենք Սուրբ Հոգիով լեցված կքայլենք, մենք կանչված ենք Սուրբ Հոգիով Աստծո խոսքը մարգարեանալ։ Մենք կանչված ենք Սուրբ Հոգիով Աստծո խոսքը փոխանցել, ոչ թե մեր գարձիկները, կամ մեր երազները, կամ մեր փապակները, եւ կամ մենք հայերս մեր սովորությունները։ Լիբանանցին իր սովորությունը կքարոզե, Հայաստանցին իր սովորությունը կքարոզե, Բոլսայի իր սովորությունը կքարոզե, ինչ գիտեմ, այն մեկ իր սովորությունը կքարոզեն այսօր հոգևոր թեմաներով։ Ոչ, եւ որ Սուրբ Հոգիով մեզ կլեցվին, ես կփոխանցեմ Աստծո խոսքի ճշմարտությունը։ Վերջին օրը պիտի լա, պիտի մարգարեանան, իմ բոլոր ժողովուրդս, ով է այդ բոլոր ժողովուրդը, այն բոլորը որ վերստին կծնվին եւ Սուրբ Հոգիով գլեցվին, այն բոլորը Աստծո ժողովրդին մաս կգազմեն եւ այն բոլորը կանչված են ավետարանը փոխանցել Սուրբ Հոգիի զորությամբ։ Դուք իմ վգաներս պիտի լաք, ոչ թե միան 13-ին ասավ, այդ բոլորին եւ նաեւ քեզ եւ ինձ կսե։ Երբ կսե Սուրբ Հոգին ծեր վրա գողազորություն պիտի ստանաք եւ իմ վգաներս պիտի լաք։ Կացեք, վգայեցեք, կացեք, խոյեցեք, սորվեցեք սորվեցնելու համար։ Այսօր մասին մի քանի բաներ պիտի եսեմ ցեզի ժողովուրդ, հadoop կոնֆերանսներ գնենք այս նպատակով։ Սորվիլ սորվեցնելու նպատակով։ Աշակերտ լալ աշակերտ ընելու նպատակով։ Եվ մոդորեն հոկտեմբերին Հայաստանի մեջ 5 օրվա կոնֆերանս ունենք պիտի երթամ եւ այդ կոնֆերանսը պիտի առաջնորդենք։ Աշակերտ լալ աշակերտ ընելու։ Գպավե մեր եկեղեցիներու մեջ աթորներ դակցնենք։ Գպավե միան լսելու աշակերտները լանք։ Այր լսելով փոխանցելու աշակերտ։ Պիտի սորվինք։ Պետրոս ուրդեղ են գիտեր այս համարները։ Ձեզ ասեմ։ Հրյաները այն ժամանակ անկիր գնեին 5 դագարանի համարները։ Կոց կսորվեին 5 դագարանի համարները։ Հիմա մեր հավատացյալներուն ասեք, քանի համար կոց գիտե, քանի համար անկիր գիտե։ Ուր կրված են համարները։ Շատերը բիցեն հովիվ, ես շատ կմորնամ։ Բա ինչպես պիտի խոսքը փոխանցես, եթե շատ կմորնաս։ Քո զավակներու դանունը չես մորնար, թորնիկներու դանունը չես մորնար։ Քո բանկահաշիվը չես մորնար, քո դան հասցեն չես մորնար։ Բայց Աստծո խոսքը կմորնաս։ Ինչպես։ Գիտեք ինչու։ Քանի որ չանք չես հրած սորվելու։ Այսօր մեր եկեղեցիներու մեջ չանք չգա սորվելու Տիրոջ խոսքը։ Պետրոս ինչպես այս համարները ասավ։ Քանի որ ինք անկիր գիտեր եւ Սուրբ Հոգին հիշեցուց իրեն այդ շիդակ համարը եւ այդ ինք շիդակ համարը փոխանցեց ժողովրդին։
վերջին օրերը իմ ծառաներս ախիներուս վրա այն օրերը իմ հոգիես պիտի տապեն եւ պիտի մարգարեյանան ասի վերջին օրը ադիգա է եւ համար 19 նայեցեք մեկ անգամ են ուր գերտա վերը երկինքը հրաշքներ պիտի ցույց տամ եւ վարը երգիրը նշաններ արյուն գրակ ձոխի մարախուխ արևը խավարի պիտի դառնա լուսինը արյունի թեր դերոջը մեծ եւ երևելի օրը չգած ինչ կպատահի լավ լսեցեք հետևեցեք Բենդեգոստեի օրը Սուրբ Օքին գուքա Պետրոս կսե ահավասիկ Սուրբ Օքին եկավ մարգարեությունը կատարվեցավ հիմա ասկև այդ Սուրբ Օքիով պիտի մարգարեյանան պիտի ծառայեն պիտի ավետարանեն հոգիներ պիտի շահին եկեղեցին պիտի մեզնա եւ մեկ անգամ են գծատկի աշխարհի վերջը մեկ անգամ են գսե վերը երկինքը հրաշքներ երբ պիտի լայս աշխարհի վերջը Հիսուս կալեն առաջ գիտեք ինչ ասել գուզե ասել գուզե որ Սուրբ Օքին կալեն վերջ ուրիշ բան չի գա անելիք բացի մեկ բան ավետարանչություն հոգիներ բրգել ապրիլ սուրբ կյանք Սուրբ Օքիով քայլել եւ Սուրբ Օքիով սպասել Հիսուսի վերադարձին համար նայեցեք 17 եւ 18-ը գխոսի հովել մարգարեության մասին որ կատարվեցավ Բենդեգոստեի օրը համար 19 եւ 20 գխոսի աշխարհի վերջի մասին իսկ մեջտեղը 18 եւ 19-ի միջև ուրիշ բան չի գա Չսերկացեք մեծ եկեղեցիներ շնեցեք, շենքեր ունեցեք, այդ եկեղեցիներու մեջ լավ նստեցեք, եկեղեցիներու մեջ այս ըրեք, այն ըրեք, ոչ։ Գսե, Սուրբ Օքին եկավ, կացեք վգաներս եղեք, Հիսուսի վերջին խոսքը, մինչև աշխարհիս վերջը, վգաներս եղեք, մինչև ես ետ վերադառնամ, ուրիշ ընելիք չունիք, սիրելիք ու եղբայր, անոնք որ ճշմարտության խոսքի կմասնակցին, մեր միսիայի մեջ են անոնք որ մեզի դարբեր եկեղեցիները գհետևին հիմա կամ պիտի հետևին հետո ուրիշ բան չունիս բացի Սուրբ Օքիով լեցվիլ ավետարանը կարոզել մինչև աշխարհին վերջը մեզ խապերեն տարեր խապերեն ասելով որ եկեղեցին կնա նստիր լսե եւ դուն կնա նստիր լսե եւ դուն կնա Հավատացյալները մեկ նայած ինչ եկեղեցի գահաջախեք, շատեր գերտան մոմ գվարեն, շատեր գերտան բաշտամունքի, շատեր գերտան մեկ աղոտ կնեն, երբեմները սուբկիր կգարտան եւ կգարտեն որ հավատացյալ են։ Ժողովուրդ, վերանայինք քիչ առաջ կսեի սուբկիրքի հիմքին։ Սուրբ Օքին պիտի կա, վգա պիտի լաս եւ Հիսուս պիտի վերադառնա։ Ուրիշ բան չկա։ Մեջտեղները Ուսամ կհասկնակ, արդյոք անոնք որ Facebook-ով գեհդևին, արդյոք հասկացակ սիրելիներ, գրնակ կրել, արդյոք հասկացար որ ընելիքներ ունիս, սորվերիք ունիս, փոխվերիք ունիս, նպատակդ փոխելուկ դեղ ունիս, արդյոք հասկացար։ Ոչ թե կալ չորեքշաբթի նորեն նույն ցևով պիտի մասնակցես այս եթերին առանց բան փոխելու։ Այս շաբաթվա մեջ ինչ պիտես։ Սուրբ Օքին դեղ դուր եւ ավետարանը կարոզե։ Սուրբ Օքին դեղ դուր եւ ավետարանը կարոզե։ Սուրբ Օքին դեղ դուր եւ մարդկանց շիդակ բաները ասե։ Սորվիր Աստվածաշունչը։ Սորվիր Աստվածաշունչը։ Պետրոս գլխեն բատմություն չբատմեց։ Հին գտակարանի մարգարեությունը որ գիտեր փոխանցեց։ Ուրեմն համարները քիծիր եւ փոխանցե։ Եվ այն օրը չգաց Դիրոջ օրը չգաց այս բոլորը պիտի լա միջ այդ համար 21 եւ պիտի լա որ ամեն ով որ Դիրոջը անունը գանչե պիտի փրկվի ահավասիկ հիմա կվա մեր միջոցը ասեմ ժամա միջոցը ան որ Դիրոջ անունը գանչե պիտի փրկվի հիմա այդ վիճակի մեջ ենք դերը շնորհ կնե Սուրբ Օքին ղրգած է քարոզիչներ ղրգած այս աշխարհի մեջ թեզի ղրգա այս աշխարհի մեջ որբեսի քո միջոցով ան որ Տիրոջ անունը գանչե փրկվի ան որ իրական ընդունի փրկվի ան որ իրական հասկնա փրկվի ուրեմն դու մեծ կորձ ունիս աշխարհի փրկությունը քո ուսերուտ վրա գտնեմ եւ այդ աշխարհի փրկությունը կսկսի քո ընտանիքեն
Քո միան ընտանիք չէ, բայց այդ ալսեմ շատեր կսպասեն, որ իրենց ընտանիքը ապաշխարեն, ուրիշ մեկով չսպաղվի, միան ընտանիքով։ Ոչ, սիրելիս։ Աստված քեզ գուզե ուղղել հարևանիդ, դրացիդ, փողոցիդ անգյունը, ջամփան, տրենին մեջ, մեքենային մեջ, ճամփորդության ընթացքին ուր որ է։ Աստված քեզ կղրգե դեղ, որ այնտեղ անոր դիրոջ անունը գանչե փրկվի, գնա փամը սե, փամը սորվեցուր, փամը փոխանցե։ Եվ Պետրոս կշարունակի համար 22։ Ով իսրայելցի մարդիկ, լսեցեք այս խոսքերը։ Հիսուսն ազովրեցին Աստուծո մեծ ցեզի ցուցված մարդը զորություններով եւ հրաշքներով եւ նշաններով, որոնք Աստված անոր ցերկով ըրավ ծեր մեջ, ինչպես դուք գիտեք։ Անիգա Աստուծո որոշած խորհուրդով եւ գանխակիդությունով մատնված ըլլալով թուք արիք եւ անորեներուն ցերկով փայդի վրա կամելով սպանեցիք։ Պետրոս շեշտը գտնե Հիսուսի վրա։ Սուրբ ոգիով ինչ որ գբադայի Հիսուս պիտի վերադառնա, գսե։ Մինչև այդ օրը ավերան պիտի կարոզվի։ Հիմա ավետարան գսկսի կարոզելու։ Գսե այն Հիսուսը, որ Աստված ինք նախագիտության մեջ ուղարկած է, պատրաստած է, որոշած է ժամը, օրը եւ տեղը։ Այն Հիսուսը եկավ, հրաշքներ կատարեց, դուք տեսաք, դուք գիտցաք, դուք սորվեցաք, դուք հասկացաք, եւ այդ Հիսուսը դուք սպանեցիք։ Զարմանալի է, Աստված գսե Աստուծո որոշած խորհուրդով եղավ այս ամենը, բայց դուք ձեր պատասխանատվություն ունեք։ Սիրելիներ, Աստված ամեն ինչի վրա իշխանություն ունի, բայց մենք մեր պատասխանատվությունը ունենք այդ Աստծո պատրաստածը իր կամքին համաձայն ապրելու եւ կամ մեր կամքին համաձայն ապրել։ Աստծո որոշած խորհուրդով գանխագիտությունով մատնված լալով ինք դուք արիք եւ անօրեններուն ցերկով փայդի վրա կամեցիք։ Սպանեցիք։ Կարևոր այստեղ փայդ եւ որ գսե ինչպես Եհովայի վկաները գսեն խաչ չգայ փայդի սիրելիներ եւ որ ինքը Պետրոս Երուսաղեմի մեջ փայդով կամվեցավ եւ սպանվեցավ գսե Երուսաղեմցի ժողովուրդ շատ լավ գիտեն այդ փայդը ինչ բանի մասին է խոսքը։ Շատ լավ գիտեն որ հռոմայացիներու սպանության միջոց էր այդ փայդը, որ խաչացավ էր։ Մեկ խոսքով Երուսաղեմցիներուն գսե փայդին վրա կամեցիք։ Երուսաղեմը շատ լավ գիտեն այդ փայդերը դեռ այնտեղ էին։ Քանի որ ամեն շաբաթ մարդ կելեր կսպաննեին։ Փայդերը լեցուն եւ այդ փայդերը խաչեր էին։ Ուրեմն համար 24 փայծ Աստված հարուցանեց զայն։ Այցեք շեշտը տրված է Հիսուսի վրա։ Հիսուս եկավ Աստծո մարդ, Աստծո զորությամբ գնաց գործերը սկսավնելու, հրաշքները սկսավնելու, խաչեցիք եւ սպանեցիք, բայց Աստված հարուցանեց։ Մահվան ցավերը թագելով, քանզի հնարավոր չէր, որ ինք Հիսուս մահվնե բռնվի։ Գտեսնեք շեշտը գտրվի Հիսուսի խաչելության եւ Հիսուսի հարության։ Հիսուսի խաչելությունը մեր մեղքերու համար, Հիսուսի հարությունը մեր ազատագրության համար։ Չմոռնաք, Պետրոս Սուրբ ոգիով լեցված կխոսի։ Մարդկային քարոզ չդար։ Այսօր մեր մարդկային քարոզները երբեմն աչ են, ցախ են, պատմություններ կպատմենք։ Մարդկանց ցախ կդանենք իբր թե պատմություն կպատմենք, որ մարդկանց հետաքրքրություն բերենք, որ չլատ է մարդիկ եկեղեցին թողնեն եւ գնան։ Կամ քարոզիչները պետք է ցույց տան, որ իրենք ուրիշ քարոզիչներեն ավելի լավ են։ Ուրեմն հետաքրքիր բաներ կպատմեն, որ մարդիկ հետաքրքրվին եւ ասեն, «Օ, ասինչ լավ մարդ էր, ասինչ լավ քարոզիչ էր, ինչ լավ պատմություններ պատմեց»։ Սիրելիներ, մենք պետք չունենք պատմություն պատմելու։ Մենք կանչված ենք Հիսուսի մասին խոսելու։ Հիսուսի խաչելությունը եւ Հիսուսի հարությունը։ Շատ բարձ ծավալ։ Հասկացողը կհասկանա, չհասկացողը 50 ալ պատմություն պատմես չհասկանա։ Քանի որ սիրտը պատրաստ չի հասկանալու։ Բայց անոնց որ սիրտը պատրաստ է հասկանալու, ինչպես հիմա պիտի տեսնենք այստեղ։ Եվ որ դու շիտակ քարոզը գուդաս, եւ որ գսես դուք խաչեցիք, դուք եք մեղավորը։ Աստված հարուցանեց, բայց դուք խաչեցիք։
Երբ որ մատը գտնես մեղքին եւ մեղավորին վրա, իսկապես կրնամսել փոփոխությունները դարբերությունը շատ մեծ է։ Բայց երբ որ մեգումը սխալը ցույց չդաս, երբ որ մեղքը ցույց չտանք սուբ գիրքով, թե քու ուրածը սխալ է, քու ուրածը մեղք է, Աստված հակառակ է, դու խաչեցիր Հիսուսին, դու քամեցիր Հիսուսին, այս գործը հաճելի չէր Տիրոջը։ Ինչպես Նաթան Դավիդին հրավ։ Դու մեծ մեղք գործեցիր։ Ոչ թե մենք բոլորս մեղավորներ ենք, ոչ, դու մեծ գործեցիր, այս ըրածը հաճելի չէր Տիրոջ։ Եվ այդպես է որ ապաշխարություններ գլա։ Հնարավոր չէր որ անգե բռնվի, վասնզի Դավիթ անոր համար գսե, ուրեմն Դավիթ 5 դագարան գսե Հիսուսի մասին, լավ լսեցեք։ Ամեն ադեն դերը գտեսնեմ իմ առջևս, քանզի իմ աջ կողմս է, որբեսի չսասանիմ։ Պետրոս գործած է 5 դագարանի Սաղմոս 16-ին խոսքերը Դավիդին պերնան երած, որ Դավիթ գսե դերը ես ամենադեն գտեսնեմ։ Եվ Պետրոս գսե այդ դերը որու մասին Դավիթ կխոսի Հիսուսն է։ Գրնակ երևակայել 5 դագարանի մեջ Հիսուսին համար դեր գսվի։ Եվ այսպես մենք գիտենք եւ դարբեր հազարավոր դարբեր համարներ որ Հիսուս Աստված է։ Ես ամենադեն դերը կտեսնեմ։ Եթե Պետրոս այս բանը չսեր այս համարը Սուրբ ոգիով ներշնչված, լավ լսեցեք։ Եթե Պետրոս Սուրբ ոգիով ներշնչված այս համարը այստեղ մեջբերում չներ, մենք Սաղմոս 16-ը պիտի գարտայինք Դավիթ Աստուծո հետ։ Եվ Դավիթ գսե ամենադեն դերը կտեսնեմ իմ գողքսե, երբ որ իմ գողքսե ես չեմ սասանիր, գսենք օքեյ, Դավիթ Աստծո համար գսե։ Բայց Պետրոս այստեղ գսե այն դերը Հիսուսն է։ Դերը կտեսնեմ իմ աջ կողմս է եւ ես պիտի չսասանիմ։ Անոր համար ուրախ եղավ իմ սիրտս, իմ լեզուս ցնծած, իմ մարմինս ալ հույսով պիտի հանգստանա։ Վասնզի իմ անձս քերեզմանի մեջ պիտի չթողուս եւ քու սուրբիտ ալ աբագանություն տեսնել պիտի չդաս։ Այստեղ գործած է Պետրոս Դավիթը իբր մարգարե, որ ինքը տեսնե Տիրոջը, բայց Դավիթը նաեւ իբր Հիսուսի տիպը, Հիսուսի նման, որ ինք քերեզման պիտի չմտնե։ Բայց զարմանալին այցեք կսե, գետա ճամփաներ ինձ պիտի ջանցուցիր եւ քու երեսիդ ուրախությունով զիս պիտի լեցնես։ Սաղմոս 16։ Հիմա այցեք կբացատրե Պետրոս։ Մարդիկ եղբայրներ, արժան եւ համարցակ եսել ցեզի Դավիթ նահաբեդին համար, որ մերավ եւ թաղվեցավ եւ անոր քերեզմանը մինչեւ այսօր մեր մեջն է։ Սիոն բլուրի վրա Դավիթի քերեզմանը գար եւ հրյաները կերտային այդտեղ։ Ուրեմն գսե այդ Դավիթը որ գսե իմ անձս քերեզման բիլի չդես իմ ոսկորներս կամ իմ անձս քերեզման բիլի չթողուս քու սուրբիտ աբագանություն դեսնել բիլի չդաս։ Պետրոս գսե ներողություն, բայց Դավիթը եւ մերավ եւ քերեզման մտավ եւ աբագանություն եղավ իր մարմինը։ Արդ Համարը 30, որովհետև անիգա մարգարե էր եւ գիտեր թե Աստված հաստատ երթում ըրավ իրեն թե իր երիգամունքներուն բդուղեն մարմինի գողմանե Քրիստոսը բիդի հարուցանե ու իր աթորը նստի ինքան խադեսությամբ խոսեցավ Քրիստոսին հարության համար եւ թե անոր անձը քերեզմանը չթողվեցավ եւ անոր մարմինը աբագանություն չնեսավ։ Պետրոս կսե Դավիթ այն 16-րդ Սաղմոսին մեջ ոչ թե իրանցի մասին գխոսեր, այլ գխոսեր Քրիստոսի մասին, որ պիտի քար, պիտի մեռներ եւ պիտի քերեզմանեն հարություն առներ։ Գտեստիկ շեշտը գտնե Պետրոս հրյաներուն, որոնք կսպասեն Քրիստոսը։ Քրիստոս ասել է Մեսիա, օծվածը։ Ուրեմն իրենք կսպասեին Պետրոս կսե մի սպասեք, Դավիթ ըսավ այս Հիսուսի համար եւ Հիսուս մերավ եւ հարություն արավ։ Աստված ուրեմն համարը 32
այս Հիսուսը հարուցանեց, որում մենք ամենքս ալ վգայենք։ Ավասիկ Պետրոս իր մասին խոսելու սկսավ, երբ որ կբացատրի Հիսուսի խաչելության եւ հարության միտքը, կսե մենք գիտենք, մենք տեսանք, մենք վգայենք։ Հիսուս մերավ եւ Հիսուս հարություն արավ։ Գտեստեք ասկարոշչությունը Հիսուսի վրա է շեշտը տրված։ Իր մահին եւ իր խաչելության եւ իր հարության։ Եվ հрьяներու մեղքին եւ դքիդության։ Եվ գշարունակի Համար 33 ուստի Աստծո ցերկով բարձրանալով ու Սուրբ Հոգին խոստումը հորմեն առնելով դարաձեց ասիգա, որ դուք հիմա գտեսնեք եւ գլսեք։ Ուրեմն հрьяները դեսան, չէ, այդ կրագը, այդ որոդումը, այդ քամին հովը եւ դեսան այդ լեզուները, Պետրոս կսե այս բոլորը կատարվեցավ ըստ 5 դագարանի խոստումին։ Եվ այս խոստումը, որ հովել մարգարեությունը մեզ գսեր, կատարվեցավ հիմա, ինչպես կատարվեցավ։ Կատարվեցավ, քանի որ, լավ լսեցեք, քանի որ Հիսուս հարյավ իմերելոց, ինք ելավ եւ ղրգեց Սուրբ Հոգին։ Եթե Հիսուս չմեռներ եւ հարություն չառներ, Սուրբ Հոգի չի կար, չերնլար այս ցիվով։ Ուրեմն ինք ելավ եւ փոխանցեց Սուրբ Հոգին, փոխանցեց Սուրբ Հոգին, որբեսի այն Սուրբ Հոգին, որ դուք հիմա գտեսնեք։ Սիրելի քույր եղբայրներ, հայրենագիտներ, Սուրբ Հոգին կերևնա, կտեսնվի քու միջոցով։ Եթե մենք Սուրբ Հոգիով գքայլենք, կերևնա Սուրբ Հոգին։ Մեր խոսքերեն, մեր սերեն, մեր կորձերեն, մեր ավետարանչութենեն, այսօր հավատացյալներ կան, ժամերով գնստիս իրենց կողքին եւ մեկ հոգեվոր բառ չես լսեր։ Մեքենայի մասին կխոսին, դունի մասին կխոսին, կորձի մասին կխոսին, բդույթի մասին կխոսին, բայց այստեղ Սուրբ Հոգիով լեցված առաքյալները Հիսուսի մասին խոսեցան։ Սուրբ Հոգիով լեցված հավատացյալը Հիսուսի խաչելության եւ հարության մասին կխոսի։ Եվ գերևնա։ Շատեր չեն սիրել, ինչպես քիչ առաջ տեսանք, շատեր ծաղրեցին։ Ես կարծեմ այդ ժամին մարդիկ եկան անցան, տեսան, որ այս առաքյալները քինովի պես բաներ մգնել ասին, ասոնքով են թողեցին կացին։ Չմասնակցեցան Երուսաղեմի այդ խոսքերուն, այս օրտնությանը։ Նույնպես այսօր ես կխոսիմ, դու կխոսիս, կրնանք փոխանցել, կրնանք ապրիլ, բայց շատեր մեր ապրածը չեն տեսներ։ Բայց մենք կանչված ենք Սուրբ Հոգիով քայլել եւ փոխանցել։ Համար 34 վասնզի Դավիթ երկինք չելավ, բայց ինք կսե դերը իմ դիրոջս ըսավ, նստե իմ աջ կողմս, մինչև քո տշնամիներդ ոտքերուդ պատվանդան անեմ։ Ասալ Սամոս 110-ը առաջին համարը։ Դերը իմ դիրոջս։ Գրնակ երևակել, դերը իմ դիրոջս։ Հայր Աստված որդի Աստուծո։ Երկուքը դեր, երկուքը Ադոնայի, երկուքը Աստված։ Դերը իմ դիրոջս ըսավ, նստե, մինչև քո տշնամիներ պատվանդան անեմ, եւ հիմա Հիսուս հոր աջ կողմը նստած կսպասե որ տշնամիները պատվանդան ալան։ Մենք հիմա այդ շրջանի մեջ ենք։ Եվ միջ այդ Սուրբ Հոգին ղրգած է մեզ իր զավակներուն, որբեսի իր զավակները Սուրբ Հոգիով ավետարանը կարոզեն, աշակերտեն, Քրիստոսը բացատրեն, հոգիներ բրգվի, հրաշքներ կատարվի, Հիսուսը մարդկանց սրտերը փոխի։ Հալելույա։ Ուստի բոլոր Իսրայելի դունը ճշմարտապես թող գիտնա, ահավասիկ հրճագում, թե Աստված զանիգա Հիսուսին, դեր եւ օձյալ ըրավ այս Հիսուսը, որ դուք խաչեցիք։ Դուք խաչեցիք, բայց դերը օձյալ ըրավ, դերը Մեսիա ըրավ, դերը Աստված դեր ըրավ Հիսուսին։ Եվ որ այս բանը լսեցին հրեաներ վախցան, ինչպես կլա որ մենք սպաննեցինք Աստված։
չագերձյալ ցևով։ Պետրոս կսե այն ինչ որ դուք մերժեցիք, ինք եղավ անգյունակարը, այն ինչ որ դուք մերժեցիք, ինք եղավ այն օծյալը, ինչ որ դուք խաչեցիք, Աստված ինք բարձրացուց Քրիստոսին։ Եվ նայեցեք, երբ ասիգա լսեցին, գսե իրենց սրտերուն մեջ զղջացին։ Դուք խաչեցիք այն ինչ որ կարելի չէր։ Դուք մերցուցիք, բայց մահը չհաղթեց Քրիստոսին։ Դուք ուզեցիք ոչնչացնել, մեջտեղեն վերցնել, բայց հայրը հարուցանեց եւ իրենք անդրադարձան իրենց մեղքը, այդտեղի ժողովուրդը, լսեք, այդտեղի ժողովուրդը հասկացավ իրենց մեղքը։ Այստեղ չսեր Պետրոս քահանաներն են պատասխանատուն, կամ Պիղադոսն է, գսե չէ դուք անորմալ սիրելի քույր եղբայրներ, երբ որ գսենք Քրիստոսը խաչեցին, պետք է ասենք խաչեցինք եւ մենք ասորտի մած պատասխան ունենք տալիք։ Անորմալ երբ որ լսեցին, գսե իրենց սրտերում մեջ զղջացին եւ Պետրոսին ասին եւ մյուս առաքյալներուն ասին, մարդիկ, եղբայրներ, ինչ ունենք։ Հասկացանք Հիսուսը, հասկացանք ով է։ Տեսանք հրաշքները, տեսանք Սուրբ Հոգին, տեսանք ցեզ, վախկոտներ էիք դուք, Վերնադան մեջ գվախնայիք, բայց մեկ երեք մեջտեղ եւ գկարոզեք մեզ եւ գթադաբարդեք մեզ ասելով դուք մեղավոր եք, առանց վախի։ Այո, Աստված փոխեց ցեզ։ Հասկացանք այդ Հիսուսը մենք մերցուցինք, բայց Հիսուս գենտանի է հիմա։ Ինչ ունենք, որ այդ գենտանի Հիսուսի ներողությունը խնդրենք եւ ներողամտությունը ստանանք։ Սիրելիներ, միջև մեկը չանդրադառնա իր մեղքի ծանրությունը, այդ մարդը չի գնար ապաշխարել։ Միջև մարդը չանդրադառնա իր սխալին ծանրությունը, այդ մարդը չի գնար զղջալ։ Պերանացի հա շատերս կզղջանք պերանացի ցևով, բայց այդ զղջումի ծանրությունը մեր մեջ չկա։ Ինչ ունենք։ Պետրոսի պատասխանը ապաշխարեցեք։ Ապաշխարել ասել է ետ դարձեք։ Ապաշխարել ասել է փոխվեցեք։ Ապաշխարել ասել է ձեր ուղղությունը փոխեք։ Ձեր ընթացքը փոխեք։ Ձեր վարժությունը փոխեք։ Ձեր մտածելակերպը փոխեք։ Ձեր ընկերությունները փոխեք։ Ձեր նպատակը փոխեք։ Ապաշխարել բառը այս է։ Շատերը կգարձեն, որ ապաշխարելը մի հատ աղոթք մգնենք եւ գապաշխարենք։ Ոչ։ Եվ այս ընթացք է, ապաշխարությունը ընթացք է, որ անդադար փոխվիս քո ներսդ, քո միտքդ, քո բնավորությունդ, քո սովորություններդ, քո ընտանեկան ընթացքը, քո վախերը, փոխվիր, ապաշխարե, ինչու այս է, որ մեզ կդանի Տիրոջ առաջ։ Ապաշխարեցեք եւ ցեզ մե ամեն մեկը թող մգրդվի Հիսուս Քրիստոսի անունով։ Մգրդվի ինչ ասել է։ Ասել է թաղեցեք ձեր անցյալը եւ հիմա նոր կյանք ելեք Հիսուսի համար ապրելու։ Թող մգրդվի Հիսուսի համար։ Ուրիշ թարգմանություններ կա, ցեզ մե ամեն մեկը թող մգրդվի Հիսուսի համար։ Հիսուսի համար ապրելու։ Հիսուսի հետևեն երթալու, աշակերտ լալու։ Շատ մարդիկ կան այսօր մգրդված են, այո, չափահաս մեր ավետական եկեղեցիներու մեջ շատերը, գիտեք, չափահաս կմգրդենք, մգրդված են չափահաս, բայց մորցած են։ Մի քանի տարի վերջ, ետ կվերաթանան իրենց աշխարհին։ Մգրդությունը ասել ամեն օր կսպանես քո եսդ Հիսուսի համար, ամեն օր կխոնարհիս Հիսուսի համար, ամեն օր կսես ոչ քո ընթացքին Հիսուսի համար, ապաշխարես ամեն օր Հիսուսի համար։ Եվ Գաբրիս Տիրոջը փառքի համար։ Ձեզ ամեն մեկը թող Հիսուսի անունով մգրդվի եւ մեղքերու թողության համար, մեղքերու թողությունը ասել է մինչեւ հիմա ինչ որ ըրերեք, թող թաղվի ջուրին մեջ եւ թող նոր անցը ելնե։ Եվ այդպես Սուրբ Հոգին բարգեւը պիտի ստանաք։ Սուրբ Հոգի բարգեւը պիտի ընդունիք։ Սուրբ Հոգի բարգեւը, քանի որ երբ որ մեկը գզղճա, որ գուզե Հիսուսի հետ կայլել, Աստծո հետ կայլել, Աստված Սուրբ Հոգին գուտա այդ մարդուն, որովհետեւ Սուրբ Հոգի զորությամբ այդ մարդը հաղթական կյանք ապրի, զորության կյանք ապրի, վկայության կյանք ապրի, երթա եւ իր առաքելությունը գդարե
ինչպես քիչ առաջ ասի, առաքելությունը կատարե, երթա մարդ պրգե, երթա սուբկիրկը սերդե, Սուրբ Հոգին պետք ունենք։ Ուրեմն երբ որ գաբ աշխարհես, որ այլևս կսես, ես Հիսուսի հետ ուզեմ քայլել, շատ լավ, զղջա, դերը գները քո մեղքերդ, ինչ որ ալրած ես կները, բայց նագրդությունը ասել է այլևս առաջվա կյանքիդ մեջ չես։ Նոր կյանք, նոր օծություն, նոր ուղղություն, Սուրբ Հոգի զորությամբ քայլես եւ Տիրոջ կամքին համաձայն։ Վասնզի այն խոստումը գսե Պետրոս, որ խոստում, այդ խոստումը, որ 5 դագարանի մեջ տրվեցավ, որ հիմա կգադարվի գսե, այն խոստումը ցեզի համար է։ Ցեզի եւ ծեր որդիներուն եւ բոլոր անոնք, որ հերու են, որոնք մեր Տեր Աստվածը պիտի կանչե։ Հիմա գլսես, քեզի համար է։ Քո միջոցով քո զավակներուն եւ վստահ եղիր, որ քո զավակներուն միջոցով շատ ուրիշներ։ Գտեսնեք, խոստումը գուքա, եթե այսօր դու ես քեզի, բայց քո միջոցով պիտի երթա, պիտի շարունակվի։ 2000 տարի այդպես է։ Սիրելիներ, ավետարանը լսե, ապրիր եւ տարածե։ Սուրբ Հոգի զորությամբ ինչ կսպասես Սուրբ Հոգիով լեցվելու, Սուրբ Հոգիով աղոթելու, Սուրբ Հոգիով քայլելու, Սուրբ Հոգիով ծառայելու, Սուրբ Հոգիով սիրելու, Սուրբ Հոգիով վգայելու, քո միջոցով սերունդներ են, քո միջոցով սերունդներ են։ Հալելույա։ Տեր Աստվածը քանիներուն պիտի կանչե, բայց Տերս կկանչե քո միջոցով։ Բերանը չկոչես։ Դու քո մասին միամի մտածեր։ Հասնվիր Տիրոջը, թեգու շատ բաներ չես գիտեր, բայց քո կիծածդ ավետարանի խոսքերը փոխանցե։ Անոնը շատ պիտի գարտաս, որ շատ սորվիս։ Շատ պիտի ժողովներու մասնակցիս, որ շատ սորվիս։ Բայց ոչ թե սորվիս սորվելու համար, սորվիս սորվեցնելու համար։ Հալելույա։ Եվ Պետրոս համար 40 շատ ուրիշ խոսքերով եւ վկայություններ գուդար ու գհորտորեր զանոնք եւ գսեր այս խոդորած ասկեն ինքզինքնիդ ազատեցեք։ Գեցակ աշխարհի գերբարանքով մի գերբարանիկ դուրս ելեք այս խոդորած աշխարհեն։ Այս պետք է լա այսօր մեր եկեղեցիներու խոսքը։ Սուրբ Հոգիով լեցվեցեք, ավետարան կարոզեցեք, բայց աշխարհի պես մի ելակ։ Գացեք աշխարհի մեջ, բայց աշխարհի պես մի ելակ։ Գացեք աշխարհ, այո, բայց աշխարհի պես մի ելակ։ Խոդորեցեք, դուրս ելեք այս խոդորյալ ազգեն։ Անոնք, որոնք սրդանց ընդունեցին, համար 41, անոր խոսքերը մգրդվեցան։ Սրդանց ընդունեցին, որ իրենք մեղավոր են, որ իրենք խաչեցին Հիսուսը, որ իրենք են հանցավորը, ընդունեցին, որ Հիսուս կգանչես իրենք, խոստումը իրենց համար է, եւ իրենք ասին Տեր, ուրեմն ես հիմա հետ կդառնամ իմ առաջվա կյանքես եւ ապաշխարության մեջ կմտնեմ, կմգրդվիմ, գուզեմ նոր կյանք Հիսուսի համար ապրիլ։ Հալելույա, հալելույա։ Մգրդվեցան եւ այդ օրը 3000 հոգի չափ ավելցավ։ 3000 հոգի, 12 կամ գրնամ ասել 120 հոգի են, 3000 հոգի այդ մեկ օրվա մեջ Պետրոսի այս խոսքով։ Այմա բիդեսես որ այդ Պենտեկոստեի օրներ, Սուրբ Հոգին այս էր, Սուրբ Հոգին այդրավ, նորմալ էր որ աշխարհ ժողովուրդ, չէ ժողովուրդ, սիրելի քույր եղբայրներ, Սուրբ Հոգին նույնն է 3 այսօր հավիտյան։ Բայց մեր զղջումը նույնը չէ։ Մեր նվիրյալ կյանքը նույնը չէ։ Մեր հանձնվելու զոհողության կյանքը նույնը չէ։ Մեր քարոզչությունը նույնը չէ։ Մեր Հիսուսի առաջ բերելը նույնը չէ։ Անոր համար մենք 3000 չէ, 3 հոգի չենք տեսներ։ Անոր համար սիրելիներ, դու եւ ես մեծ գործ ունենք գնելիք։ 3000 հոգի ավելցավ այդ օրը։ Եվ նայեցեք 42-րդ համարը, այս համարին վրա կալշապատ շեշտը գտնենք։ Եվ իրենք այդ 3000 հոգին միշտ առաքյալներուն վարտաբեդությանը,
միապանության հաց կդրելու եւ աղոթնելու յետևեն էին միշտ եւ գամ ամեն օր ինչ ըրին այդ 3000-ը երբ որ մգրդվեցան ամեն օր գսորվեին Աստծո խոսքը ամեն օր գմիապանվեին իրարու ինչու քանի որ աշխարհեն դուրս ելան իրար հետ պետք է լան եւ գծաղրվեին գահալածվեին հետո հալածակներ ավելի շատ ցավ բայց իրենք քաղտիկը կդրեին ամեն օր իրար հետ հիշել Հիսուսի հարությունը եւ մահը եւ հարությունը իրար հետ աղոթելով իրար հետ միապանվելով եւ հետո քաշապատ պիտի տեսնենք Աստված նոր մարդիկ կբերե երբ որ հավատացյալը ինք իրմով այս խոսքին համաձայն գսորվի գմիապանվի գաղոթե եւ ավետարանը գկարոզե նորմալ է որ 3000 չի 10000 օկյալ գփոխվի Կարճապատ կխոսենք այս 3000-ի համար մասին թե ինչ կնեին այս 3000-ը ուր կհավաքվեին բզդիկ Երուսաղեմի մեջ ինչպես կհավաքվեին ամեն օր այս կալանկամ կշարունակենք դերորդն է մինչև այս կայնը այսօր դերորդն է մեր սերդողությունը եւ ընթերցումը իրենը լա միշտ փառքը եւ բադիվը եւ զորությունը լսենք այս երգը եւ կվերակտնենք իրար Քեզ բարձրած ձեռքերից իմ եկվերցրու դու սիրտը իմ թեև հող է բայց ես միշտ քեզ մոտ կգամ ամեն օր քեզ փառք կտամ թող իմանամ որ սերն ես իմ ավիտյան ես սերը քո չեմ ուրանա քոնն է միայն ու քեզ համար քո ձայնն եմ ուզում ես լսել հոգուս մեջ դու ես միայն ամպերում ինձ համար կանես ամեն ինչ քո սերն է գերում ինձ անվերջ ես սերը քո չեմ ուրանա քոնն է միայն ու քեզ համար քո ձայնն եմ ուզում ես լսել
համար կանես ամեն ինչ, քո սերն է գերում ինձ Հալելույա, իրենը լափարք, Տեր շնորհակալ ենք իսկապես քո սիրո համար եւ քո զորության համար եւ քո խոստումներու համար։ Գողոնարին քո արչեւ իմանալով, հասկանալով, ընդունելով մեր մեղքերը, մեր տկարությունները։ Եվ գսենք քեզ Տեր ներեմես։ Մաքրեմես եւ Սուրբ Օքիով առաջնորդե, որ մենք քո գործերը կատարենք։ Գաղութեմ մեր այդ բոլոր ուղի յետեր ընկունտորներուն սիրտը միտքը, հոգին, սրպես մաքրես, անոնք որ հիվանդությունները գանցնին այո բժշկություն, անոնք որ դրդմած են երկնային Սուրբ Օքի ուրախությունը դաս, կանզի քո Սուրբ Օքին նաև ուրախություն կդա մեր սրտերը լեցնելու այդ սորությամբ, որ դու այսօր օրաչկոմը նստած կպարեխոսես մեզ համար։ Զորացուր Տեր անոնք որ մեր աշակերտները որ կսկսին այս նոր դարին իրենց ծնողները, իրենց միտքը, հոգին, սիրտը Կաղոթենք ով դեր իսկապես առաջնորդես մեր այ ասկը ուր որ է, մեր դարբեր եկեղեցիները, հոգևոր աշխարհը, որբեսի բարձաբես ավետարանը առաջին էջեն միջև վերջին էջը փորձենք բարձությամբ եւ խոնարհությամբ ապրել։ Քեզ կպատվենք եւ քեզ գործնենք հիմա եւ միշտ հավիտյան, հալելույա, ամեն եւ ամեն։ Դեր արադաբես օրտեցես Շնորհակալ եմ, որ հետևեցաք մեր այս ուղիաթեր ծառայությանը, մենք, եթե Աստված կամենա կալ չորեքշաբթի նույն ժամուն, նույն ալիքին վրա կունենանք մեր սերդողության շարունակությունը։ Դեր օրհնեմ, միշտ օր հանդիպում, ցտեսություն։